Սիրելի իմ քույր եւ սիրելի իմ եղբայր, ես ուզում եմ մենք միասին աղոթենք քո հավատքի համար, քանի որ հոգևոր աշխարհում իմ, քո եւ մնացած բոլոր քրիստոնյաների հավատքի համար պատերազմ է գնում։ Եվ կան հոգևոր ուժեր, որոնք չեն ուզում, որ քո հավատքը ուժեղ լինի, քանի որ դու քո հավատքով կարող ես սարեր շարժել, կարող ես հիվանդություններ բժշկել, կարող ես ազատագրվել եւ կարող ես ազատագրել քո շուրջը եղող բոլոր մարդկանց։ Արի միասին աղոթենք։ Սիրելի Հիսուս, ես խնդրում եմ, որպեսզի դու բարձրացնես հենց հիմա ինձ լսողների հավատքը, որպեսզի մեր աչքերը հոգևոր բաներ սկսեն տեսնել, որպեսզի մենք ոչ թե աչքի երևույթով խաբվենք, այլ կարողանանք տեսնել այն, ինչ դու ես պատրաստել մեզ համար, սիրելի Աստված։ Խնդրում եմ մեր մտածելակերպը փոխի, սովորեցրու մեզ հենվել այս գրքում գրված խոստումների վրա, այլ ոչ թե այն ամենի վրա, ինչ որ աշխարհն է մեր ականջին բղավում։ Սիրելի Հիսուս, խնդրում եմ հենց հիմա օգնիր իմ քույրերին եւ իմ եղբայրներին, ովքեր պայքարում են իրենց հավատքի համար, բարձրացրու նրանց հավատքը մինչև անգամ սարերը շարժելու չափ եւ թող նրանց կյանքում եղած ամեն խնդիր հենց հիմա խոնարհվի Հիսուսի զորավոր անունով, ամեն հիվանդություն, ամեն կապվածություն, ամեն կախվածություն հենց հիմա հաղթահարվի Հիսուսի զորավոր անունով։ Սիրելիս, եթե դու միաբանեցիր քո հավատքը իմին եւ քո խնդիրը բերեցիր Տիրոջ առաջ եւ հավատա, որ Աստված հավատարիմ է, նա որ խոստացել է, կատարում է եւ քո հիվանդությունը եւ քո դժվարությունը հաղթահարված է Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։